Այն, ինչ մենք ուզում ենք քննարկել այս քառորյայում, իսկապես օրակարգային շատ կարևոր հարցեր են եւ դրանք պետք է քննարկվեն իրենց ընթացքով։ Բայց գիտեք, եւ բիզնես բոլորը համոզված է, որ հասարակության մեջ այսօր այլ օրակարգ կա, շատ մի մասը անհանգստացած, մի մասը իր առաջարկություններով, մի մասը իր նախաձեռնություններով եւ դա կապված է ապրիլի սկզբներից հետո իրավիճակի հետ։ Ես կարծում եմ, որ շատ հարցեր են, որոնք մի մասը նաև անհանգստացնում են մեզ։ Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի դուք օրինակ առաջարկում եմ ձեզ բանակցել կառավարության հետ, գուցե վարչապետի հետ մենք առանձին փակ լիստով քննարկենք հարցեր, որ իմանանք նաև մեր անելիքները։ Ես համաձայն եմ, որ կա այլ հարցեր, որոնք այստեղից նույնիսկ հիմա բաց տեքստով հնչեցնելը վտանգավոր է։ Ես առաջարկում եմ բանակցել վարչապետի հետ, որի նիստին թող մասնակցի նաև գուցե պաշտպանության նախարարը, մենք քննարկենք այդ բոլոր հարցերը փակ լիստով, որտեղ դրանք անշուշտ պարունակելու են եւ հարցերը եւ պատասխանները պետական գաղտնիքի էլեմենտներ են պարունակելու, առաջարկում եմ քննարկել։ Եվ մենք չենք կարող ազգային ժողովը ձևանի, թե գիտեք ոչինչ չի եղել, քննարկելու բան չունենք։ Մենք ունենք լուրջ քննարկելու բան, ունենք նաև ես կարծում եմ անելիք։ Ես առաջարկում եմ խմբակցություններին աջակցել այս հարցում, չգիտեմ, ես բանակցեք, ով նշանակենք, փակ լիստով քննարկենք, իհարկե խելամիտ ժամկետում, ինչքան շուտ այդքան լավ։ Պարոն Մարգարյան, ես բարձր եմ գնահատում ձեր ազնիվ մտահոգությունը։ Բայց հարգելի պարոն Մարգարյան, կարծում եմ մենք պետք է յուրաքանչյուրս մեր արտահայտություններում լինենք հնարավորինս զգույշ։ Ազգային ժողովը, հարգելի բարեկամ, նաև դուք, ձեր չեն կարել։ Մենք առաջին իսկ պահից, առաջին իսկ օրից խորհրդակցություններ ենք եւ ուղիղ կապի մեջ ենք եղել եւ կառավարության, եւ Արցախի մեր գործընկերների եւ պաշտպանության նախարարության հետ։ Բոլոր խմբակցությունները առանց խտրականության։ Եվ եւս մենք անգամ ուզում եմ առիթը օգտագործելով բոլոր խմբակցության ղեկավարներին, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին շնորհակալությունս հայտնել այն համերաշխության համար, որը եղել է, կա, հույսով եմ նաև կլինի գոնե այս հարցերում։ Մենք իրականացրել ենք փակ լսումներ։ Հանձնաժողովներում իրականացվել են լսումներ։ Պարոն վարչապետի բանակցելու անհրաժեշտություն չկա։ Պարոն վարչապետը բաց հրապարակային ազնվորություն է, չորեքշաբթի օրը կգա, եթե կարիք լինի, մենք կարող ենք քննարկել, բայց կա հանձնաժողովների ֆորմատ, եթե դուք ինձ առանցին ասեք, ձեզ ի՞նչ է քննարկում, հիմա բերեք այս օրակարգը մենք հաստատենք, դրանից հետո մենք արդեն աշխատանքային կարգով կորոշենք, ի՞նչն է մեզ հետաքրքրում։ Միգուցե կարիք լինի պաշտպանության նախարարությունից մարդ հրավիրենք, հատուկ հանձնաժողով ոչ թե միայն մեզ նիստ անենք։ Միգուցե կարիք լինի մեկ այլ հանձնաժողովում լսում կատարել կամ փակ քննարկում կատարել։ Խնդիրը պետք է լինի արդյունավետությունը։ Ես խնդրում եմ ձեզ, ձեր առաջարկները գրավոր տեսքով կամ գոնե եթե բանավոր եք տալիս, ընդմիջմանը ինձ հստակ վշտական տվեք ձեր առաջարկությունները, որ ես էլ իմանամ, ինչպես Տիկին Փոխոսնակի հետ խորհրդակցելով, ազգային ժողովի նախագահի հետ խորհրդակցելով, նաև մեր խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցելով, մեր կարծիքը կներկայացնենք հարգելի մեր կառավարության ներկայացուցիչներին։ Համաձայն եք։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ մի փոքր լրացում անել, հարգելի գործընկերներ, ես միանում եմ պարոն Շարմազանովի այն մտքին, որ իսկապես այսօր բոլորիս սրտացավությունը եւ անկեղծ մտահոգությունը խիստ գնահատելի է, բայց այնուամենայնիվ ուզում եմ բոլորիդ մի հարցով դիմել։ Շուրջ 25 օր շարունակ ազգային ժողովի ղեկավարությունը եւ կառավարության եւ բանակի ղեկավարության հետ համատեղ ձեր բոլորի մասնակցությամբ այս բոլոր հարցերին եւ անդրադարձել է եւ անընդհատ եղել են սրանք օրակարգում եւ այս օրերին մենք ձեզ հետ միասին բավական մեծ աշխատանք ենք կատարել։ Փոքր-ինչ զարմանալի է, որ դուք այսօր այս օրակարգը բարձրաձայնելու հենց այս ձևաչափն եք ընտրել։ Այս պահին, երբ հաստատվում է օրակարգը եւ երբ prime time է, այսպես ասած, բոլոր լրատվական եւ հասարակական դաշտի համար։ Մենք շատ լավ աշխատել ենք իրար հետ այս օրերին եւ ամեն օր բոլորս եղել ենք տեղերում, պոստերում եւ բաց բոլոր տեսակի առաջարկությունների համար։